Երևանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Այսօր վաղ առավոտյան վթարի է ենթարկվել շտապ օգնության մեքենան, ինչի հետևանքով մահացել է մեքենայում գտնվող բժշկուհին 57 տարեկան Հասմիկ Ղազարյանը, որն աշխատում էր Էրեբունի բժշկական կենտրոնում։ Մեքենայի մեջ գտնվող բուժքույրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել։ Վարորդը թեթև վնասվածքներ է ստացել, նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Շտապ օգնության մեքենան կանչի վայրից հիվանդանոց մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական պատահարը։ Շտապ օգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը դեպքից մանրամասներ է հայտնել։ Ինչի հետևանքով, այսինքն ծանրաբեռնված է վարորդներն աշխատում։ Աշկը կպել է, հստակ է դա։ Խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց ա եղել, գնում խփում է։ Հիմա թե ոնց ա եղել, ինչ ա, էս է էլի։ Առողջապահության նախարարը եւ Երևանի քաղաքապետը գրառումներ են կատարել ցավակցել մահացածի հարազատներին։